Փյունիկ զարգացման կենտրոնում բացվել է Լիլիթ Գուրեխյանի լուռ ներկայացում խորագրով ցուցահանդեսը։ Նկարչուհին ներկայացրել է 25 կտավ, վերջին 1 տարվա աշխատանքները։ Հասկացա, որ ինչ-որ հանգստություն ու լռություն է պետք։ Մի տեսակ մենք շատ ժամանակ շատ բաներ ենք խոսում, բայց մեկ-մեկ լռությունը շատ ավելին է ասում, կարծում եմ։ Ոստեղ իմ նկարներում հիմնականում պատկերել եմ մարդիկ, կերպարներ, ովքեր ուղղակի լուռ են, անգամ շատերը աչքերը փակ, ուղղակի լսում են, ինչ-որ երաժշտություն, հիմնականում ջազ, որը անգամ դեռ չեն նվագում։ Գուրեխյանի կտավները հիմնականում աչքի են ընկնում կապույտ եւ դեղին երանգներով։ Գույների ընտրությունը նկարչուհին համեմատում է տաք եւ սառը հոսանքների բալանսավորման հետ։ Կյանքում էլ կարծում եմ ես որպես հենց մարդ, բացի նկարիչ լինելուց, շատ sense կոնտրաստային եմ։ Երևի հենց դա է արտահայտվել նկարներում։ Մտքերը կտավին հանձնելուց առաջ նկարչուհին էսքիզներ է անում, սակայն վերջում, ինչպես ինքն է նշում, նախնական գծագրից գրեթե ոչինչ չի մնում։ Վահի թելադրանքն ու էմոցիաներն են վերածվում կտավի։ Ունենում եմ բազմաթիվ էսքիզներ, որովհետև մտքերը հիմնականում գալիս են տենց շատ արագ, կարան իրենք մոռացվեն ու կորեն։ Ես ափսոսում եմ այդ էմոցիոնալ պահը, միշտ իրենց էսքիզների վրա պահում եմ ու նստելուց առաջ ես գիտեմ, որ ես ուզում եմ օրինակ մի էսքիզից ինչ-որ կտավ ստանալ, բայց ամեն դեպքում կտավը երբեք չի լինում այն, ինչ որ էսքիզի վրա եղել էր, որովհետև կտավը դառնում է այն, ինչ էմոցիաներով ու տպավորությամբ հենց այդ պահին եմ նստած կտավի առաջ։ Մեկ ստեղծագործության վրա Լիլիթն աշխատում է մոտ 2 շաբաթ, փորձում է շուտ ավարտել, որ հոգեվիճակն ու էմոցիաները չփոխվեն։ Լուռ ներկայացում խորագրով ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 20-ը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսայան, լուրեր։